Պարոն Մարուկյան, ուզում եմ անդրադառնանք վերջերս հնչող այն մտահոգություններին, որ գալիք խորհրդարանը էապես չի տարբերվելու, մասնավորապես այսպիսի գնահատականներ կան ռուսական Պետդումայից, որ նույնիսկ այն դաշինքները ուժերը, որոնք ունեին իշխանություն էին հակակշիռ դիրքորոշում Ռուսաստանի հետ քաղաքականության հարցում, ինչ որ չափով զիջել են իրենց դիրքերը, մասնավորապես ձեր գնահատականն այս մասով։ Նախ պետք է ասեմ, որ գործող 5-րդ գումարման ազգային ժողովում չի եղել կոնսոլիդացված այնպիսի ընդդիմադիր ուժ, որը հակակշիռ լինի, արտաքին քաղաքականության մասով եմ ասում, հանրապետական կուսակցությանը։ Բացառությամբ ժառանգության պատգամավորների եւ հակ խմբակցության մի պատգամավորի, մնացած բոլոր ուժերը, բոլոր պատգամավորները մասնակցել են ԵԱՏՄ քվեարկությանը եւ կողմ են քվեարկել։ Ամենակարևոր քվեարկությունը սա է եղել, բալանս ապահովելու, հա, Հայաստանի զարգացման տեսլականի տեսանկյունից եւ մեր խորհրդարանը ցույց է տվել իր խայտարակ դեմքը այն մասով, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից ընդդիմությունների տեսլականը չէր տարբերվում իշխանության տեսլականից եւ բոլորը նույն բանն էին պնդում։ Ես հիշում եմ ընդդիմադիր պատգամավորները ելույթներ ունենում եւ ասում էին, որ մեր անվտանգությունը ապահովելու համար պետք է ԵԱՏՄ-ին կողմ քվեարկենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, դա արդեն կայացած փաստ է եւ մի խումբ մարդիկ ջղաձգվում են այդ փաստից։ Սա է եղել։ Ով է հակակշռել իշխանությանը, որ մի հատ էլ Դումայից ասում են հակակշռողներ կային, հիմա էլ չեն լինելու։ Ընդհակառակը, հիմա լինելու են այդ հակակշռողները։ Հիմա կա ելք դաշինք, որի առանցքային ծրագրային կետերից մեկը Հայաստանի եվրոպական մոդելի պետություն կառուցելու գաղափարն է, առաքելությունն է։ Եվ այս առումով այո ավելի հավասարակշռված պարլամենտ ենք մենք ունենալու եւ ինչու են նման կարծիքներ ասում, որ ավելի հուսահատեցնեն մարդկանց, հա, այդ նիհիլիստական մոտեցումները տարածեն, որ անհնար է մեկա բանը, այս վատն էր 5-րդ գումարմանը, 6-րդ գումարմանը ավելի վատն է լինելու բան, եւ ասեն որ մեկ գնա ընտրության, բան արտագաղթեք այդ երկրից, հա, կամ բոլորդ ՀԿ անդամ դարձեք են 7000 հոգու պես։ Սրա համար է սարվում, ես պետք է հիասթափեցնեմ, չի լինելու նման բան, որտեղ նվազագույնը, ես լուսնից չեմ իջել, հա, եթե իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում ապրիլի 2-ին, նվազագույնը տեղի է ունենալու բալանսավորում, քաղաքական համակարգի բալանսավորում, եւ հենց բալանսավորումը նաեւ տեղի ունենալու արտաքին քաղաքական մոտեցումների առումով։ Եվ ելք դաշինքը էլի, նաեւ անվտանգության տեսանկյունից, մեր առանցքային մոտեցումներից մեկն այն է, որ անվտանգության առումով մենք այլընտրանքների փնտրտուք ենք սկսում։ Մենք այլընտրանքներ ենք փնտրելու անվտանգության տեսանկյունից։ Իսկ դա նշանակում է, որ ներկա գործող անվտանգության համակարգը Հայաստանի մեջ չի բավարարում։ Դրանպես ուր են այդ պատգամավորներն ու քաղաքական ուժերը, որոնք պնդում էին, որ Հայաստանի անվտանգության համար ԵԱՏՄ ենք մտնում։ Ապրիլի ժամանակ ինչ եղավ, բա ուր էր ԵԱՏՄ-ն, բա ՀԱՊԿ որտեղ է։ Արցախի վրա էին հարձակվել դրա համար, որ Տաուշի մարզի վրա էին հարձակվել բանին, հունվար ամսին են վաղ տուր էին։ Այսինքն այս առումով մի ակնհայտ բան կա, որ բավականին դիմակներ են պատրվել, բավականին կեղծ, ֆեյք քարոզչության թեզեր են պայթել, եւ դրանք այլևս հնարավոր չէ ծախել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Եվ կրկնում եմ, որ շատ խորը հիասթափություն է սպասում այն մարդկանց, ովքեր կանխազգում, գուշակում կամ տարբեր բաներով են Դեվիդ Կոպերֆիլդյան մոտեցումներով են զբաղված, որ ասեն, որ ավելի վատ է լինելու, չի լինելու ավելի վատ, լինելու է ավելի բալանսավորված պարլամենտ, հենց ելք դաշինքի շնորհիվ էլ դա լինելու է։ Պարոն Մարուկյան, ինքներդ հիշատակեցիք ապրիլ, ինչ եք կարծում ապրիլից հետո մանավանդ Հայաստանում էլ ավելի խորացող հակառուսական տրամադրությունները կկարողանա կոորդինացնել ձեր շուրջ, չէ՞ որ 2008-ից հետո նաև այդ տրամադրությունները Հայաստանում գնալով ավելի խորանում են, արդյոք ելքը կլինի այն դաշինքը, որ այլընտրանք կլինի, հա։ Գիտեք, մենք բազմիցս նշել ենք, որ մենք հակառուսական կամ չգիտեմ, ինչական ուժ չենք։ Մենք Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող ուժ ենք։ Մենք Հայաստանի անկախությունը պաշտպանող ուժ ենք։ Մենք Հայաստանի ազգային պետական շահերը առաջին տեղում դասող ուժ ենք։ Եվ տվյալ պարագայում
ոչ թե այստեղ հակառուսական տրամադրությունների խնդիրն է, այլ Հայաստանի շահերը առաջին տեղում դասելու խնդիրն է։ Եվ այն ինչի մասին մենք խոսում էինք այդ քվեարկության օրը, որ այն ինչ որ ասվում է, կեղծ է, սուտ է եւ հետագայում սա պարզվելու եւ շատ կարճ ժամանակ տևեց դրա պարզելու համար, հա, շատ կարճ ժամանակ պահանջվեց։ Հիմա մարդիկ շատ լավ գիտակցում եւ հասկանում են, որ այդ կեղծ թեզերը չեն առնելու էլ, հա, չեն կարողանալու դա որպես product վաճառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Եվ ելք դաշինքը այդ այլ ընտրանքները փնտրելու, այլ ընտրանքային տեսլական ներկայացնելու, իշխանությանը որպես հակակշիռ, թե գաղափարախոսությամբ, թե ծրագրերով, թե մոտեցումներով ներկայանալու առումով լինելու է, այո, այն ուժը, որը որ հենց մրցակցելու է եւ կոնսոլիդացնելու է այդ մոտեցումները։ Այո, որ հարցումներ կային, որ Հայաստանը եվրոպական մոդելի պետության մեջ նման պատկերացում տեսլական ունեցող մարդիկ 30% էին Հայաստանում կազմում դեռևս ապրիլյան պատերազմից առաջ։ Հիմա ապրիլյան պատերազմից հետո եւ նաեւ քաղելով ծանր տնտեսական սիրողությունները, որ կան Հայաստանում, այն որ պետքա ծաղկի երկիրը հիմա այսա կտեսնենք բան։ Այդ տոկոսը ավելացել է։ Այդ ընտրողների հետ աշխատանքը պետք է ավելի ինտենսիվացնել, ավելի լավ աշխատել եւ այդ տոկոսը կարող է աճել այնքան, որ դա դառնա իշխանափոխության տոկոս։ Այսինքն կարծում եք ձեր ձայները ինչ որ չափով պայմանավորված կլինեն նաև նրանով, որ ընտրողը կընտրի այնպիսի մի դաշինք, որը Հայաստան տեսնում է որպես եվրոպական մոդելի պետություն։ Այո, ընտրողը կընտրի այնպիսի մի դաշինք, որ դա ելք դաշինքն է, որտեղ դաշինքը ջատագովում է, պայքարում է, լոբինգ է անում այնպիսի պետության համար, որտեղ իրավունքի գերակայություն կա, որտեղ հավասար հնարավորություններ կան, որտեղ դատական իշխանությունը եւ ոչ թե դատական համակարգ, որտեղ այո կարող են լինել մարդու իրավունքների խախտումներ, բայց մարդը պետք է իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ վերականգնելու արդյունավետ մեխանիզմներ ունենա եւ օգտվի այդ մեխանիզմներից։ Այդ մեխանիզմները լինեն հասանելի իր համար եւ պետք է ֆիքսել մի բան, ասենք, ոչ թե կոռուպցիայի մասին ամեն օր խոսել, որ հեքիաթներ պատմել, խորհուրդներ ստեղծել, ցրել, ես իմ ինչ անել, հա, կամ կոռումպացված մարդկանց բերել այդ խորհուրդ, այլ պետք է ուղղակի պատժի անխուսափելիության սկզբունքը ամրագրել, որ որևէ մեկը չի կարող խուսափել պատժից, պետք է պատժվի, պետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Հայաստանը երկար քրեակատարողական ռեֆորմներ է անցկացրել։ Մենք արմավիրի նոր քրեակատարողական հիմնարկ ունենք։ Եվ ես կարծում եմ այնտեղ լավ տեղ կա բազմաթիվ տարբեր նախարարների, դատավորների, պատգամավորների, կոռումպացված չինովնիկների համար, ովքեր կարող են այնտեղ ժամանակ անցկացնել։ Սա այն ճանապարհն է, որ պետք է անցնել այս ճանապարհով։ Կոռուպցիայի դեմ պայքարը այդպես եմ հասկանում։ Որ տեսնենք քանի մարդ, որը որ չարաշահել է իր դիրքը եւ դարձել դոլարով միլիոնատեր, հայտնվել է քրեակատարողական հիմնարկում։ Եվ մեր դիտորդական խմբերը այցելում են, որպեսզի նրա իրավունքները պաշտպանվի։ Այս սրա մասին է խոսքը գնում եւ մենք հասնելու ենք դրան, որ լինի հավասար հնարավորությունների Հայաստան, որ լինի պատժի անխուսափելիության Հայաստան, իրավունքի գերակայության Հայաստան, որ իրավունքը հիմքում ընկած լինի ամեն մի ընդունվող օրենքի եւ ոչ թե օրենքներ ընդունենք, որոնք կիրարկման արդյունքում մարդու իրավունքները զանգվածային խախտումների են ենթարկվում։ Եվ պարոն Մանուկյան, ինչքանվե արդարացված ընտրությունները հետաձգելու այդ առաջարկությունը, հա, որ կա, Հրայր Թովմասյանն օրինակ վերջերս նշել էր, որ եթե ընտրությունները հետաձգվեն, ապա երկրորդ փուլը կարող է համընկնել ավականու ընտրությունների հետ, սա լրացուցիչ խոչընդոտ չի առաջացնի ու կա արդյոք նման հնարավորություն։ Գիտեք, ես ինքս հասկանում եմ, որ Երևան քաղաքի ընտրությունների հետ կապված խնդիր կա, նաև երկրորդ փուլի հետ կապված խնդիր կա, ինչը նախկին խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի եղել։ Մյուս կողմից նաև որևէ մեծ խնդիր չեմ էլ տեսնում, որ 5 օր կամ 1 շաբաթ հետաձգվի։ Դե համար ես ստորագրեմ սահմանադրական դատանի դիմումը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Այն մարդիկ, ովքեր որ կոչ են անում բոյկոտել ապրիլի 2-ի ընտրությունները, որ ինչա թե բան, մենք պետք է հարգենք զոհերի հիշատակը, բան, ամենալավ հարգանքի ձևը զոհերի հիշատակը հարգելու։ Դա ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն է։ Դա գնալն է այդ օրը ու ելք դաշինքին ընտրելն է։ Սա է ամենալավ հարգանքի ձևը։ Ինչու՞։ Որտեղ ինչու ենք ունեցել նման իրավիճակ։ Ո՞րն է եղել դրա պատճառը։ Ինչպես է ստացվել, որ մենք ունեցել ենք թեր ֆինանսավորված բանակ։ Ինչպես է ստացվել, որ մենք ունեցել ենք սկանդալային դեպքեր բանակում։
որովհետև եղել է այս իշխանությունը, այս հիվանդ քաղաքական համակարգը։ Դրա բուժման մեթոդը հիմա ախտորոշված է, չէ՞ որ հիվանդը։ Եվ հիվանդության խնդիրները տեսել ենք, չէ՞, ինչա տեղի ունեցել ապրիլին։ Հիմա դրա բուժման, լուծման ճանապարհը ուղին դա ապրիլի 2-ի ընտրություններն է։ Ոչ եկեք ոչ թե բոյկոտենք, եկեք միահամուռ համախմբված, հարգելով մեր զոհերի հիշատակը, փոխենք մեր երկիրը, փոխենք մեր կյանքը եւ փոփոխություններ բերենք այս երկրում, հա, եւ ցույց տանք, որ ընտրությունների միջոցով այո հնարավոր է հասնել փոփոխությունների եւ արձանագրել վերջնական հաղթանակ, վերջ-վերջով ոտքի կանգնել, վերջ-վերջով վայելել հանրապետական կուսակցության ընդդիմադիր падգամավորների ելույթները։ Այսինքն մի օր չի լինելու այս երկրում, որ հանրապետական կուսակցություն լինի ընդդիմություն մեր խորհրդարանում։ Հիմա ասենք Վանաձորում ունենք, իրենք ընդդիմություն են, ելույթներ ունեն այնտեղ։ Չի լինելու դա, չենք տեսնելու դա։ Հիմա ապրիլի 2-ը պետք է հռչակել որպես այդպիսի օր, եթե չհետաձգվի։ Ոչ թե ասել բան, եկեք բոյկոտենք, թող ՀԿ-ն գնա բանանի, փողով մարդկանց տանի ընտրության գնան ընտրեն, էլ իրանք ընտրվեն, հա։ Դա է բանը, պայքարի մեթոդը։ Տենց եք հարգում ձեր զոհերի հիշատակը։ Ասենք բոյկոտելով եք հարգում։ Կամ երբեք բանը ընտրությունները բոյկոտելով ինչ որ հարց լուծել։ Բայց բանական երկրորդ փուլի հավանականությունը ինչքանով է հնարավոր այս դասը։ Գիտեք, չգիտեմ, ինձ մեծ հաշվով դա չի հետաքրքրում։ Այսինքն ապրիլի 2-ին կլինի երեք դաշինքը այս պահին պատրաստ է ապրիլի 2-ի ընտրություններին, հա, 2-ին չի լինի, 7-ին կլինի, թե 9-ին կլինի, ելի մենք պատրաստ ենք։ Բայց կրկնում եմ, զոհերի հիշատակը հարգելու ձևը դա չի։ Զոհերի հիշատակը հարգելու ձևը 10,000 դրամ ընտրակաշառք չվերցնելն է։ Հարգելու ձևը դա չճնշվելն է, չխաբվելն է, անտարբեր չմնալն է, տանը չնստելն է այդ օրը։ Քաղաքացիական գիտակցություն դրսևորելն է։ Դա է հարգելու ձևը։ Ես հարգել ուրիշ ձև չգիտեմ։ Եվ պարոն Ալքյան, ձեր ցուցակը երբ պատրաստ կլինի, որովհետև արդեն գրանցման ժամկետը։ Մեր ցուցակը, գիտեք, արդեն 98%-ով պատրաստ է։ Վերջնականացվելու է այս շաբաթվա ընթացքում ամենօրյա ռեժիմով։ Առաջի եռյակի քննարկումն է ժառանգության հետ կապված մեծ հաշվով, որտեվ գեղեցիկ չէ լինի, եթե մենք որոշեինք, հետո ասենք դեկեք քննարկենք։ Բայց մենք մեզ համար վերջնաժամկետ ենք սահմանել։ Եկող շաբաթվա երևի 2 շաբթի, 3 շաբթի օրը մենք վերջնական մեր ցուցակը կունենանք ու դրանից հետո անիմաստ կլինի որևէ բանակցություն վարել կամ, չգիտեմ, սпасել որևէ մեկի դիրքորոշմանը։ Հանրությունը դեռ վերջնական որոշում չունի ձեր մասով։ Այո, եւ մենք էլ վերջնական որոշում չունենք ինձ մասով։